Բարև ձեզ։ Աշխարհը շարունակում է գտնվել գլոբալ արագընթաց տեկտոնական փոփոխությունների փուլում եւ բնականաբար մեր տարածաշրջանը անմասն չէ դրանից։ Ինչ է կատարում Հարավային Կովկասում, որ ուղիղ առնչվում է Հայաստանին, Երևանը եւ Վաշինգտոնը գործնական փուլ են մղում TRIP նախագծի իրականացումը, այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է TRIP-ի վերաբերյալ համաձայնագիրը, դրանից հետո այն կուղարկվի սահմանադրական դատարան, որտեղ կորոշվի TRIP-ի համաձայնագրի սահմանադրականության հարցը, հաջորդը արդեն ազգային ժողովի վավերացման փուլն է։ Սրան զուգահեռ ձևավորում է նաև TRIP հիմնադրամի TRIP զարգացման հիմնադրամը, ղեկավար է նշանակվել ծնունդով ԽՍՀՄ-ից, բայց հետո Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Սակալովը, ինչը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, սրա մասին եւս կխոսենք։ Բնականաբար TRIP-ի շուրջ այս արագընթաց զարգացումները մարտահրավեր են մի կողմից Իրանի, մյուս կողմից Ռուսաստանի համար։ Բայց այս երկու երկրներն էլ եւ Իրանը եւ Ռուսաստանը շարունակում են խրված մնալ հակամարտությունների, ռազմական գործողությունների մեջ, Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է պահպանել։ Սրան էլ զուգահեռ Հայաստանի ներքաղաքական կյանքում կարելի ասել հետընտրանքան հետցնցումներ են, բավական ուշագրավ զարգացումներ ԲՀԿ առաջնորդի շուրջ եւ ընդհանրապես հետընտրանքան վերադասավորումների փուլ է։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքագետ Լիլիթ Տալակյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք TRIP-ից վերջին օրերին արագընթաց զարգացումներ են, կառավարությունը սկսել է TRIP-ի վավերացման գործընթացը, կառավարությունը այսօր հաստատեց, հետո ինչպես նշեցի, սահմանադրական դատարան եւ ազգային ժողով, սա ինչ է նշանակում գործնականում։ Գործնականում սա ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների հանձնառությունը, ուրեմն վերել տարածաշրջան, եթե այսպես ավելի կոնկրետ ասենք, ամերիկյան ներկայություն, որը ուղղված չի, ինչքան որքան մենք կրկնում ենք անընդհատ եւ Հայաստանի իշխանությունները դա ասում են նաեւ Թեհրանում, Իրանի դեմ, ինչպես են այնտեղ ընդունում, կխոսենք ընթացքում։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք ժամանակ չունենք, միջանկյալ ընտրություններ են, հետո տարբեր նախընտրական զարգացումներ կարող են հետընտրական ներողություն տեղի ունենալ։ Շատ հաճախ ասում են TRIP-ը կապված չի Տրամպի հետ, դա ԱՄՆ ծրագիրն է։ Կատարումը կապված է ԱՄՆ այս նախագահի հետ։ Ինչու՞, որովհետև TRIP-ը դա միջին միջանցքն է, ինչ որ մի մաս է, որի մասին խոսվում է դեռ նախագահ Օբամայի ժամանակներից։ Հիմա մենք կարող ենք ասել, որ ընդհանրապես աշխարհում լոգիստիկ ճանապարհների համար է պատերազմները։ Թուրքիան Իրաքով ուզում է նավթ հիմա տեղափոխել Եվրոպա, Հորմուզը շրջանցելով, դրան դեմ է Իսրայելը իմեկով, միջին միջանցք Ռուսաստանի շրջանցելու համար, իդեպ դուք որ նշեցիք մարտահրավեր, դա նաև Չինաստանի համար է մարտահրավեր, մեկ գոտի մեկ ճանապարհ, այսինքն ճանապարհների համար է գնում պայքարը եւ ռեսուրսների։ Հիմա մենք հուսով ենք, բավական հույս ունեմ ես, որ նախընտրական հետընտրական զարգացումները ԱՄՆ-ում չեն ազդի արագության վրա գործընթացի, որովհետեւ դիմացի կողմից գոնե մենք չենք տեսնում քայլեր, օրինակ սահմանազատման գործընթացի շարունակություն հենց այս հատվածում, սա շատ կարևոր է։ Կամ լսում ենք 3+3 հարթակի մասին։ 3+3-ին կգանք, բայց դուք նշեցիք արագությունը, ես էլ էի ուզում ուշադրություն դարձնել, որ փորձագետներ խոսում են TRIP-ի շուրջ այս իրադարձությունների արագացման վրա, կարծում եք այստեղ կա այսպես մտադրություն արագացնել հատուկ ինչ-որ պատճառներով, թե սովորական բնական գործընթաց է գնում է։ Կա մտադրություն արագացնել, որովհետև արդեն խաղաղության գործընթացի մասին երկար ժամանակ է խոսվում է, արդյունքներ չկան։ Բացի ինչ-որ մի հատվածի սահմանազատում, որը Հայաստանին ոչինչ չտվեց, ընդհանրապես ասում են, որ դա պատերազմն է կանխել, ապա շրջափակման հետ կապված որևէ օգուտներ դեռ չկա, դեռ պետք է կառուցվի, երկաթուղու պատկանելություն, այստեղ այնքան հարցեր կա Իրանի տեսակետ, Ռուսաստանի տեսակետ, որ գոնե գետնի վրա փորձ է արվում ամերիկյան կողմի ուշադրությունը, որքանով ես հասկանում եմ, եւ դա ճիշտ քաղաքականություն է, անընդհատ ուշադրությունը պահել տարածաշրջանի վրա։ Իսկ սրանով արդեն փակվում են այն կասկածները, որ TRIP-ը չի իրականանա, TRIP-ը թղթի վրա կմնա եւ այլն, թե այդ կասկածները շարունակում են մնալ։ Ոչ, ինձ մոտ այդ կասկածները շարունակվում են, հակազդեցությունների հետ կապված մենք նշեցինք մի քանի գերտերություն երկու, որոնք դեմ են դրան, հաջորդը ինքը Ադրբեջանը, ես որքանով հասկանում եմ, կամուկացի մեջ է,
խոսենք 3+3 հարթակ, trip, ինչ որ Զանգեզուրի միջանցք, այսպես ասած, իրենք ժամանակ են շահում եւ դու բոլորը հասկանում են, բարձր իսկ ադրբեջանցի փորձագետներն են հայկական եթերներում դրա մասին խոսում։ Դա է, վատ Թուրքիա սահմանը չի բացում, կապում են սահմանադրության փոփոխության հետ, ասում են, որ դա միակ խոչընդոտն է, բայց մի քանի օր առաջ էլ ասում են արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցնել է լինելու օրակարգում, այսինքն մի քանի կետ կա եւ կրկնեցի նախագահ Տրամպի ապագա ճակատագիրը, որոնք կարող են երկարաձգել կատարումը։ Ստրատեգիական առումով սա Միացյալ Նահանգներին շատ անհրաժեշտ է, հատկապես ուկրաինական պատերազմից եւ Իրանում պատերազմից հետո, բայց որքան դա կտևի եւ այդ ընթացքում ինչ process-ներ տեղի կունենան մեր տարածաշրջանում, դա է խնդիրը։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ արագացված է տեմպը գործնականացման, կառավարության հաստատման մասին խոսեցինք, հետո սահմանադրական դատարան, կարծում եմ այդ ամեն ինչ արագ կլինի եւ զուգահեռաբար ձևավորվում է նաեւ TRIP զարգացման հիմնադրամը եւ երեք հայտնի դարձավ, որ հիմնադրամի ղեկավար է նշանակվել ծնունդով Ռուսաստանից, հետո Չիկագո տեղափոխված ամերիկյան ներդրող։ Սրան ինչպես վերաբերել սրա տակ ինչ-որ քաղաքական ուղերձ կա, թե սուտ տնտեսական նպատակարարությունից դուրս եկող կամ բխող որոշում է։ Տվյալ անձին ընդհանրապես ծանոթ չեմ նրա գործունեությանը, կարող է տեսակետ լինել, որ գուցե նա ծանոթ է տարածաշրջանին, գուցե երկաթուղների հետ կապված Ռուսաստանի հետ ապագայում բանակցություններ այստեղ կապի համակարգերի, բիզնես, բան եւ այլն։ Այո, եւ բացի այդ առանց հայկական երկաթուղիների ներգրավվածության նշում են, չէ, TRIP-ը դրա մասն է լինելու, իսկ երկաթուղիները Ռուսաստանի հետ պետք է բանակցեն այդ կոնցեսիոն կառավարում եւ այլն։ Գուցե սա դրա համար է արվել, այսինքն որպեսզի կարողանան ավելի հասկանալի լեզվով խոսել Ռուսաստանի հետ։ Կամ մի մարդ է, որը երևի ծանոթ է ներ ռուսաստանյան ինչ-որ շրջանակների։ Սա ընդհանրապես մեզ համար ինչ-որ տեսություններ են, բայց ես ծնունդը չեմ կապի։ Անձի գիտեք, այն օրը ծիծաղել էր Սոլովյովը Սաբչակին հրեա ռոպագանդիստ է անվանում, ինքը ծնունդով հրեա է, ես չեմ կարծում ծագում է այստեղ ինչ-որ։ Ամեն դեպքում հետաքրքիր ուշագրավ են մեկնաբանությունը, մի մասն ասում է նշանակեցին նրան, որպեսզի Մոսկվայի հետ, ասենք, կուլիսային բանակցություններ Մոսկվայի հետ հասկանալի լեզվով խոսել։ Մյուս մասն ասում է հնարավոր է սա ապտակեր Ռուսաստանին, որ ծնունդով Ռուսաստանից մարդը նշանակում է Միացյալ Նահանգները ներկայացնելու այստեղ եւ այլն։ Դե ամեն մեկը իրեն հաճելի ձևով է ներկայացնում, օրինակ ընդդիմադիրներից ոմանք դա տրիումֆ են համարում, վա տեսակ արևմտամետներ ռուսի ինչ-որ անհասկանալի վերլուծություն չեմ կարող ասել, բայց այն, որ առանց Ռուսաստանի հետ բանակցությունների երկաթուղին չի կարող լինել հայկական, եւ ես խոսել եմ, որ Հայաստանը ինքը այս հարցը չի լուծել եւ ինչքան ժամանակ է չի էլ կարողանում, դա աշխարհաքաղաքական հարց է եւ գուցե հիմա Հայաստանի իշխանությունները հասկացրել են ԱՄՆ ղեկավարությանը, որ մենք այս հարցը ինքնուրույն չեն կարող լուծել, գուցե սկզբում ասեն կլուծենք, հիմա հասկանում են, որ չեն կարող։ Նշեցինք, որ մարտը հրավեր է Ռուսաստանի համար, Ռուսաստանը հիմա ինչ կփորձի անել կամ ինչ կարող է անել։ Խոչընդոտել, հակակշռել, փորձել ներգրավվել եւ այս տարբերակներից որի համար ինչ գործիքներ ունի։ Կարող ենք խոսել ուղիղ եւ անուղղակի գործիքների մասին։ Անուղղակին դա Իրանի հետ այս ցավալի իրավիճակն է, որը շարունակվելու է, սա չի ավարտվելու, մինչեւ միջանկյալ լուծումներ հաստատ դրանից հետո կտեսնենք։ Իսկ Իրանում այս ռեժիմը, որ կաղապարվի, անընդհատ տեսնում ենք, չէ, Հայաստանի իշխանությունները ասում են, որ դա Իրանի դեմ չէ, այնտեղից անընդհատ էլի նույն խոսակցությունը, որ մեզ ասում են, բայց դե եւ այլն։ Նայած էսկալացիա կլինի կոնֆլիկտի, թե ոչ, այսօր արդեն Չաբոհար նավահանգստին են հարվածում, սա շատ վատ է մեզ համար, թե Հայաստանը ցանկանում էր դրա մաս դառնալ, այսինքն Իրանում զարգացումները ուղիղ ազդեցություն ունեն, հեղուկ գազի ներկրման մասին էլ չեմ խոսում, Հայաստանի վրա։ Հաջորդ անուղղակի գործիքը Ադրբեջանն է։ Ես ինքս թերահավատ եմ Ադրբեջանի կողմից TRIP-ի հանձնառուն լինելուն։ Ինչու՞, Ալիևը երկուսն էլ պահում է եւ նոյեմբերի 9-ը, իդեպ Հայաստանի իշխանությունները դուրս չեն եկել այդ համաձայնագից, եւ TRIP-ը։ Դրա համար մեկ Զանգեզուրի միջանցք է, մեկ TRIP է, 3+3 հարթակ է, ինչու՞ն է պետք այս 3+3 հարթակը Ադրբեջանը։ Ուշագրավ է, որ հենց այս օրերին այսօր կարծեմ, թե Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Ռուսաստան, այնտեղ քննարկելու
տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցը։ Եկեք չմոռանանք, որ ըստ Իլհամ Ալիևի ինքը եւ Վլադիմիր Պուտինը նույն տեսակետն ունեն Զանգեզուրիա, այսպես կոչված միջանցքի վերաբերյալ, դա իր հայտարարություններն էր մինչեւ թրիփը։ Հաջորդը, որքան էլ տեսակետներ են այստեղ հնչում վերջ իրենք վիճել են, այսպեսի բան չկա միջազգային քաղաքականության մեջ վիճելը, նեղանալը դա ինչ որ պատրվակ չի տարածաշրջանում նույն շահերը ունենալու։ Հատկապես որ Շուշիի մեդիա ֆորումի ժամանակ Ալիևը ճիշտ է մի պահ հեգնեց կարծես թե Ռուսաստանին, բայց նաև հայտարարեց, որ հարաբերությունները հարթվել են, իսկ Մոսկվայից էլ Պեսկովը հայտարարեց, որ ճիշտ է Ուկրաինայի հարցում տարբեր կարծիքներ ունենք, մենք կարծում ենք, որ Բաքվի տեսակետը սխալ է, բայց դա ոչ մի կերպ չպետք է ստվերի ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Դե եկեք նաև չմոռանանք, որ ըստ եվրոպական մամուլի ադրբեջանական գազը, որը գնում է Եվրոպա, այդտեղ մաս կա նաև ռուսական գազի եւ հիշում ենք Պուտինի հանդիպումը Բաքվում Ալիևի հետ։ Հաջորդը Չինաստանը արդյոք կողմ է, որպեսզի այլընտրանքային ճանապարհներ ստեղծվեն, որտեղ ինքը ներգրաված չի, շատերը ասում էին, որ թրիփին կարող է նաև Չինաստան ներգրավել, բայց հիմա Միջին Ասիայի մասն է խոսքը եւ այդտեղ ամերիկյան ազդեցություն է լինելու։ Այսինքն սա ցավոք աշխարհակաղակական հարց է, սա ինչ որ լոգիստիկ ճանապարհների ապաշրջափակման այդ տեսակետը, որ Ռուսաստանը կլինի թրիփի մաս, ԵԱՏՄ օրենքներով, սա իրականություն չի։ Այսօրվա միջազգային ասպարեզում լոգիստիկ ճանապարհները գնում է պայքար, չի գնում գործընթաց խաղաղության համար, հատկապես եթե դրանք շրջանցելու նպատակ ունեն Ռուսաստանը։ Իսկ այս համատեքստում Ռուսաստան-Ադրբեջան համատեղ շահեր ունեն։ Միանշանակ Ադրբեջանը նաև գազի տարանցում Ռուսաստանից Ադրբեջանով Իրան հետ Ռաշաստարան անընդհատ չի կարծում։ Հետո այս ռեժիմը Ադրբեջանի իր քայլերով, իր հայտարարություններով մենք միջև մեր տարածքում են գտնվում։ Ցույց է տալիս, որ իրենք կամ-կամը պահում են։ Իրենց համար առավել ձեռնտու է ունենալ միջանցք, որը կա նոյեմբերի 9-ում։ Իրենք ժամանակ են ձգում, այո, Տրամպին ականջաճո հայտարարություններ են անում, գիտեն նա անկանխատեսելի ղեկավար է, բայց Ռուսաստանի հետ էլ մտքում երևի, այսպես նույնիսկ խոսակցության ժամանակ ասում են, սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Այս իրավիճակում, որ ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում նոր պատերազմներ են սպասում, Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում, ես վստահ եմ, որ նոր ճանապարհների կառուցումը կարող է երկարաժամկետ կտրվածքով որ հարցականի տակ դրվել։ Իսկ այս փուլում դեռ չենք կարող ասել, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի տրամաբանությունը այլևս անցյալ է, թե դա դեռ գործիք ու գործոն է։ Ներողություն եմ խնդրում իմ եթերներում կրկնվելու համար, բայց Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դուրս չեն եկել նոյեմբերի 9-ի համաձայնագրից։ Ասել դա հիմա ակտուալ չի, վաղն է ակտուալ, երեկ էր ակտուալ, դա տերմին չի միջազգային իրավունքում։ Եվ իդեպ Մարիա Զախարովան պարբերաբար հեգնում էր, որ Հայաստանը դեռ շարունակում է լինել նոյեմբերի 9-ի համաձայնագրի անդամ։ Հիմա ինչու է Հայաստանի ղեկավարը մնում այդ համաձայնագրի մեջ, արդյոք նա այն ռիսկերը, որոնք ես նշեցի, մտածում է եւ ասում է հանկարծ, եթե թրիփի հետ կապված օգոստոսի 8-ի լինեն խնդիրներ, գոնե պահենք նոյեմբերի 9-ը, դա արդեն ՔՊ-ի անդամները պիտի ասեն։ Իսկ Ռուսաստանը ավելի կոնկրետ առարկական հիմա ինչ կարող է անել թրիփի դեմ, ինչ գործիքներ, ասենք, չգիտեմ, գազային շանտաժ եւ այլն։ Ես անուղակի գործիքները նշեցի, դրանք շատ ուժեղ են։ Դա Իրանն է, Ադրբեջանի ինչ-որ կասկածելի պահվածքը։ Հիշում ենք Մամեդյարովի նախկին ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, որ այդ հատվածը Զանգեզուրի խորհրդային միության ժամանակ պատկանել է Ադրբեջանին, Չինաստանին հակադրությունը սրվելու է դա իդեպ ԱՄՆ հետ, գումարած ներսում անկայունություններ, Արցախի դրոշը ինչ-որ բարբերաբար հիշելը իրենց եթերներում, տնտեսական մեխանիզմներ եւ ամենակարևորը երկաթուղու պատկանելիություն։ Սրանք այնպիսի գործիքակազմեր են, որոնք իհարկե թույլ չեն, բայց դրա հակակայլերը կան։ Որոնք։ Դրա հակակայլերից մեկը այն է, կարծես հենց դրա մասն էր խոսքը, որ ԱՄՆ-ն ինքը պիտի, եթե իհարկե սա նպատակը դա է, բանակցի Ռուսաստանի հետ այս հարցը, սա երկու գերտերության որոշելիքն է։ Միանշանակ սա ազդեցության գոտու մասին է, սա երկաթուղի չի, Սալավյովը դա բարձ ասել է։ Հաջորդը մեզնից չկախված բաները, դա Ադրբեջանի հանձնառությունն է այս հատվածում սահմանազատում անել։ Հայաստանը եվրոպացի գործընկերների հետ, ԱՄՆ իշխանությունները պիտի այս հարցը քննարկի, բա ինչի Ադրբեջանը չի շարժվում, այդ սահմանադրությունը տենց լուրջ խնդիր է, լավ, ասենք դա էլ ենք լուծում։
գործընթացում։ Եվ իհարկե մեզնից չկախված նշեմ գործընթացները Իրանում եւ Ուկրաինայում։ Իսկ քիչ առաջ դուք ակնարկեցիք 3+3-ը, կարծես թե վերջին օրերին էլի ակտիվանում է 3+3-ի գաղափարը, մի կողմից նույն Շուշիում մեդիաֆորումի ժամանակ Ալիևը 3+3-ի մասին խոսեց, որ դա պետք է դառնա լիարժեք կողմ, չգիտեմ, տարածաշրջանային ֆորմատ, որտեղ քննարկվում են տարածաշրջանի հարցերը եւ այլն եւ այլն։ Մի քանի օր առաջ, եթե չեմ սխալվում, Մոսկվայից հայտարարություն եղավ, որ նրանք սպասում են, որպեսզի 3+3-ի առաջիկա հանդիպումը տեղ ունենա կամ Երևանում կամ Բաքվում, եւ դա Երևանը եւ Բաքուն պիտի որոշեն եւ հայտարարեն։ Այս զուգադիպությունը թրիպի արագացում եւ 3+-ի ակտիվացում պատահական համընկնում է, փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ Զուրստեփրի նյուզի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Լիլիթ Տալակյանի հետ, մենք խոսում ենք թրիպ նախագծի գործնականացման փուլի մեկնարկի մասին, ապա նաև թրիպ զարգացման հիմնադրամի ձևավորման մասին եւ եկանք հասանք տարածաշրջանային 3+3 ֆորմատին, արդյոք այս ակտիվացումը երկուսի միաժամանակ նրա արագացումը եւ 3+2-ի ակտիվացումը պատահական զուգադիպություն, պատահական համընկնում է։ Ինձ համար ոչ, սա պատահական չի եւ ձեզ հետ իմ բոլոր զրույցներում տեսակետս արտահայտել եմ, որ եթե Իրանում ռեժիմ չփոխվի, ցավոք Իրանն էլ է սկսելու խոսել անընդհատ 3+3 հարթակի մասին։ Քանի որ շատ տարօրինակ զարգացումներ են, ոչ թե տարօրինակ, այլ անկանխատեսելի Տրամպը որքան էլ ասում է, որ Իրանում ռեժիմ է փոխվել, դա ճիշտ է ասում, բայց վատ իմաստով է փոխվել, այսինքն եկել են իշխանության ավելի անկանխատեսելի ռազմական ճյուղը իշխանության ներկայացնող անձինք, որը մեկը հոգևոր նոր առաջնորդին չի տեսել, ոչ էլ ձայնը լսել է, նա ողջ է, ողջ ինչ իրավիճակում է։ Այս փուլում, եթե մենք նույնիսկ ամեն օր ասենք, որ ԱՄՆ-ն այստեղ ներկայություն չունի եւ ընդհանրապես այստեղ որևէ ամերիկացի չի գալու, օրինակ, Իրանը անընդհատ գա տորպեդահարելու է, ինչու, որովհետեւ Իրանի շահերից չի բխում կորցնել ազդեցությունը Նախիջևանի վրա, եկեք դրա մասին չմոռանանք։ Հիմա ամբողջ լոգիստիկ այսպես կապը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջեւ իրականացվում է Իրանի շնորհիվ մեծամասնությունը։ Եթե այս ճանապարհները բացվում են, Իրանը կորցնում է այստեղ իր ազդեցությունը, այդ որ ասում են Իրանը մեր դաշնակիցն է, դաշնակիցը չգիտեմ, բայց Իրանի շահերից դա չի բխում։ Այսինքն պարզ է, որ այստեղ կան բոլորով իրենք նույն տեսակետն են, Թուրքիան էլ։ Թուրքիան երբևիցե չի ուզենա, որ Հայաստանում լինի ամերիկյան ներդրում, ներգրավվածություն, որովհետև անընդհատ ուզում են Հայաստանը տեսնել թույլ, որպեսզի իրենց այսպես Թալիատ Փաշայի ոգին ոգեկոչեն, ինչ որ սահմանը փակ պահեն, ձգձգեն ժամանակը, սա իրենց ձեռնտու չի, իրենց ձեռնտու է ռուսական ներկայություն թուլացող Ռուսաստանի պայմաններում։ Վրաստանը չի մասնակցում, դա նկատի ունի Ալիևը, ինչքան էլ ասում են պրոռուսական է Վրաստանը, Իվանիշվիլին խորամանկ է գործում, նա ամեն օր ասում է, ես գնում եմ Եվրամիություն, չի նյարդայնացնում Տրամպին, քանի դեռ այսպես է բոլորը սպասման մեջ են, ինչը տեղի ունենալու նոյեմբերից հետո ԱՄՆ-ում։ Իսկ Մերձավոր Արևելքում Իրանի շուրջ հիմա ինչ է կատարվում, ինչի մասին են Տրամպի օրը մեջ հակասական հայտարարությունները, ում կողմում է առավելությունը, նախաձեռնողականությունը։ Իրանը էսկալացիայի է գնում, այսօր հայտարարեցին, որ եթե շարունակեն հարվածները Իրանի ուղղությամբ, կփակվեն նաև այլ կարևոր այդ Բաբ էլ-Մանդեբի նեղուց կա Կարմիր ծովում հութիները կփակեն դա։ Իդեպ տարօրինակ է, նախագահ Տրամպը ամիսներ առաջ նշում էր, որ համաձայնագիր ունի հութիների հետ, կարծես դա չի աշխատում։ Այսինքն սա արդեն 20%-ն էլ է փակելու միջազգային առևտրի, փակել Պարսից ծոցը, այսինքն Իրանը բարձրացնում է խաղադրույքները, քանի որ ոչինչ չունի կորցնել։ Տրամպի հայտարարությունները մեկ ասում է Իրանը ցանկանում է բանակցել եւ մենք համաձայն ենք, որպեսզի բանակցենք, մյուսօրն ասում է, եթե Իրանը չբանակցի, մենք չգիտեմ ինչ կանենք։ Ուրեմն ԱՄՆ նախագահի համար շատ կարևոր է մինչև ընտրությունները հրադադար ունենալ։ Իրանը դա չի անում, որովհետև նպատակ ունի պարտության մատնել հանրապետական կուսակցությանը, վստահ է իր ուժերի, չեմ կարող ասել։ Մյուս կողմից գիտեք Իրանի համար էլ այսպես ես ճիշտ չեմ համարում այս քաղաքականությունը, այդ մեմորանդումը եւ Տրամպի քայլերը, նա նույնիսկ Իսրայելին էր արդեն հանձնում։
շատ լավ։ Բայց հետո նորից հակառակ հայտարարությունը, որ մենք շարունակում ենք պաշտպանել։ Ինչու Իրանում այդ քայլին գնացին, ինչու հարվածեցին անցնող նավատորմերին։ Գիտեք, սա որ դեպքն է, որ ինչ որ պահի հաջողությունը դա Իլհամ Ալիևին էլ է վերաբերում, կարող է մարդուն ստիպել մտածել, որ միշտ այդ հաջողությունը քո կողմն է։ Վլադիմիր Պուտինն էր սխալվեց, երբ Թրամփը իրեն առաջարկում էր լավ գործարք ընդཐུպ միջև Ղրիմը ճանաչել, Ուկրաինան թույլ էր այդ ժամանակ, դա չարեց։ Մեծ ակնկալիքները վերջում վատ իրավիճակի են բերում։ Միշտ բոլոր դեպքերում մեր պատմությունն էլ է ցույց տվել առավելապես տպաշտական այո, վերջ ասած, եթե արտասահմանյան հատուկ ծառայություններից ազգային կուսակցություններին ուղղորդում են ունենալ այդ ակնկալիքները եւ դրա վրա աշխատում են։ Համենայն դեպս Իրանը ունի մի քանի թույլ կողմեր, առաջինը դա տնտեսությունն է։ 2 միլիոն մարդ աշխատանք է կորցրել, հաջորդ այդ բողոքի ալիքը չի մարել։ Ուղղակի մարդիկ հիմա ձայն չեն հանում։ Տրամպը շատ սխալ քայլեր է, հիմա Ահմադինեջադին են մեղադրում, իբրև թե նա Իսրայելի հետ շատ հետաքրքիր զարգացումներ է սպասվելու։ Դա այդպես է արդյոք, թե Պահապանների կորպուսը ազատվում է իրենց ոչ հարմար մարդկանցից անունը դնելով դավաճանեց ստալինյան մեթոդներով, ինչու դա հայտնվեց իսրայելական մամուլում։ Ես տեսնում եմ, որ ամառը մեզ համար sense շոկ է եւ նաեւ մեր հասարակությունը հիմա հանգստի մեջ է, բայց միջազգային ասպարեզում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք տեկտոնական լուրջ փոփոխություններ են առաջացնելու նաեւ հարավային Կովկասում։ Իսկ Մերձավոր Արևելքի հետ կապված Հայաստանը հիմա ինչ ռիսկեր ունի հնարավոր վատ զարգացումների պարագայում, ասենք, փաստորեն ստացվում է, որ մեր տարավոր բարեկամ հարևան Իրանը եւ մեր տնտեսական այս պահին ամենակարևոր գործընկերներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, թրիպի մասով Միացյալ Նահանգները հակամարտության մեջ են։ Այստեղ մեզ ինչ վտանգներ, սպառնալիքներ են սպասում, արդյոք մենք կարողանանք պահպանել այս երկուսի միջև չեզոքությունը, թե մտնանք արանքում եւ պատերազմի խորացման դեպքում տնտեսական, լոգիստիկ, չգիտեմ, առևտրային ինչ խնդիրներ են սպասում։ Այստեղ ասում եմ, մեր բախտը չբերեց այս իրավիճակում, որովհետև թվում է, թե պատմության մեջ առաջին անգամ մենք իրոք ամերիկյան ներկայություն կարող ենք ունենալ տարածաշրջանում եւ դեռ կարող ենք ունենալ, ոչինչ ակնհայտ չի եւ այսպիսի իրավիճակ։ Մյուս հարցն էլ, որքան էլ տեղ հնչի, Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանի ուշադրությունը շեղում էր։ Հիմա էլ է շեղում։ Եթե Պուտինը աշնանը գնա հրադադարի կամ Գարնանը ամենաուշը, որովհետև ասում են, այս հարվածները արդեն անտանելի են ռուսական տնտեսության եւ Դումայի ընտրությունների համար ապագա։ Գումարած դրան Միացյալ Նահանգների հետ խոստացած դժոխային պատժամիջոցները։ Այո, բայց ես կասկածում եմ, որ նախագահ Տրամփը դա կկիրառի։ Դա օրենք է, որը թույլ է տալիս Տրամփին կիրառել այդ սանկցիաները, ոչ թե ինքն իրենով դա դառնում է օրենք։ Տրամփը ինչ էլ անի, Ռուսաստանը շատ վատ իրավիճակում է, շատ բարդ իրավիճակում է եւ հեղինակազրկվում է հենց Ղրիմի հետ կապված։ Ղրիմի հարվածները դա ոչ միայն լոգիստիկ ճանապարհներին է ուղղված, այլ ուղիղ Պուտինի հեղինակություն։ Այո, նայում եք, որ ասեց Կրիմ Վերնուսև գավենը, որ հարազատ այսպես նավահանգիստ է վերադարձել, հիմա այնտեղ մարդիկ հումանիտար ճգնաժամի մեջ են, Ռուսաստանը ոչինչ չի կարող անել եւ այնպես չի իրենց հետաքրքրում է, այսինքն ամենամեծ հարվածը ուրեմն տոտալիտար իշխանությանը դա հեղինակազրկումն է։ Եվ այս ֆոնին Չինաստանն էլ ԱՄՆ հետ է գնալով սրվելու արաբեսը, հատկապես այդ հոդվածից հետո հայտնի, որ Չինաստանը ուզում է հիմա էլ աջակցել Ռուսաստանին ԱԹՍ-ների արտադրության հետ կապված, տեսնելով նրանց բարդ իրավիճակը, չի կարող ԱՄՆ Չինաստան հարաբերությունները չեն կարող չսրվել։ Այս պարագայում մեկ գոտի մեկ ճանապարհն էլ է արդեն դառնում մրցակից թրիփի միջին միջանցքին, այսինքն մի քանի էսկալացիոն անկայունության գոտիներ կա, որոնք խանգարում են Հայաստանին։ Բայց եթե պատերազմներ լինեն Մերձավոր Արևելքում, նորից կունենանք հայ բնակչության ներհոսք, որքանով որ այնտեղ կա, դա շատ ցավալի է, գումարած արցախցիների արդեն գոյություն ունեցող խնդիրները, այսպես 26 եւ 27 թվականի սկիզբը կարծում եմ շատ կարեւոր է լինելու միջազգային ասպարեզում, որ իր ազդեցությունը կունենա նաեւ հարավային Կովկասի վրա։ Այնուամենայնիվ առանձնացնենք ուկրաինական պատերազմը, այս մասին էլ մեկ հարցով, հիմա ինչ իրավիճակ է, արդյոք այդ փոխադարձ հարվածները ինչ որ բան վճռում են պատերազմի ելքի հետ կապված։ Ես որքանով հասկանում եմ, գնում է էսկալացիա Ռուսաստանի կողմից, որովհետև այսօր Լիտվայի ղեկավարը հայտարարեց, որ Ռուսաստանը հիբրիդ հարձակում է նախապատրաստում Բալթյան երկրներից որևէ մեկի վրա։ Որքան էլ որ նշում են, որ Ռուսաստանը հիմա դրա ուժը չունի, խոսքը ցամաքային զորքեր կիրառելու մասին չի։
Նա խոսեց ուրեմն կինետիկ հարվածների, կետային հարվածների մասին, ինչ որ գործարանների, որը ունի մի քանի նպատակ։ Նպատակ առաջին՝ ստուգել արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել մի որևէ, ինչպես Տրամպն ասաց, փոքր երկրի, փոքր քաղաքի Նարվային Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Հաջորդը կարևոր ընտրություններ են այս տարի Գերմանիայում աշնանը, որտեղ մի քանի, հատկապես Սաքսոնիայում, ուրեմն դաշնային օկրուգներում իշխանության կարող է գալ ուրեմն ԱԴԳ-ն, այս պրոռուսական, նույնիսկ ֆաշիստական ես կանվանեի դա որոշում է հատուկ Գերմանիայի մարմնի ուրեմն կուսակցությունը, Գարնանը ընտրություններ են Ֆրանսիայում, Լիպենի մասնակցությամբ, այսինքն եվրոպական ժողովուրդներին ցույց տալ, որ Ուկրաինային աջակցելը ձեզ վրա թանկ է նստելու, իսկ մենք գիտենք եվրոպացիները պայքարելու ցանկություն այդքան էլ չունեն, որքան Ուկրաինա։ Եվ իհարկե այստեղ նախագահ Տրամպի քայլերն են կարևոր, արդյոք նա կգնա առճակատման, թե կասի Ռուսաստանը միջուկային գերտերություն է, մենք գործ չունենք, խոսում են նաև տակտիկական միջուկային զենքի կիրառման մասին, բայց ես վստահ եմ, այդտեղ Չինաստանը իր ձայնը բարձրացնում է, Զելենսկին ի դեպ դա ասեց, որովհետև սա շղթայական ռեակցիա կառաջացնի արդեն Չինաստանի հարևան եւ ոչ կարևոր երկրներ։ Կարծես գիտեր, որ Չինաստանը սաստել է, որ ոչ մի դեպքում Այո, եւ արտաքին գործերի նախարարը պատրաստվում է այցելել Պեկին, սա շատ հետաքրքիր է, եւ The Wall Street Journal-ում շատ հետաքրքիր հոդված կա մեր հեռուստադիտողներին խորհուրդ կտամ կարդալ, որի միտքը այն է, որ Պեկինը պատրաստվում է շփվել մարդկանց հետ, էլիտայում Ռուսաստանի կամ շփվում է արդեն, որոնք կարող են իշխանության գալ Վլադիմիր Պուտինից հետո։ Լավ, իսկ այս գլոբալ տեկտոնական արագընթաց փոփոխությունների համապատկերում Հայաստանի ներքաղաքական դաշտում ինչ է կատարվում, ինչպես ընդհանուր առմամբ ընդգրկել հետընտրական իրավիճակը, իշխանության դաշտում, ընդդիմության դաշտում։ Ընդդիմության դաշտը, ինչպես եւ ակնկալվում էր, միասնական չի։ Այդ PR հաջող քայլը իշխանության կողմից եռագլուխ տեխնացու Ռոբերտ Քոչարյանն է, հիմա մենք տեսնում ենք, որ դա այդպես չի։ Ծառուկյանը խնդիրներ ունի Սարգսյանի հետ, Քոչարյանը Սարգսյանի հետ, Սամվել Կարապետյանը խանդով է վերաբերում Գագիկ Ծառուկյանի, բարերար Տիտղոսին։ Հիմա տեսնում ենք արդեն շշուկներ, նույնիսկ հայտարարություններ, որ ինչու չի Սամվել Կարապետյանը դուրս գալի փողոց Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո։ Սա իրենց այդ կուլիսային խոսակցություններն են։ Ես կարծում եմ Գագիկ Ծառուկյանը լինելու է այն զոհը, որը մատուցվելու է հայ հասարակությանը, ցույց տալու համար, որ հաստատվում է օրենք, ահա, մենք խոստացանք, արեցինք, այդ ընթացքում հուսով եմ իշխանությունները մտածել են նաև աշխատողների մասին, հասարակ նրանք մեղավոր չեն, թե ինչպես պիտի շարունակեն։ Բայց ապօրինի գույքի այսօր ցանկը հրապարակվեց, մի ահավոր ցանկ էր, չգիտեմ, 7 տասնյակից ավել գույք, չգիտեմ 4 տասնյակից ավել շարժական գույք եւ այլն, այսպես։ Դե Ծառուկյանը Արադ ցեմենտի փոխանցում արդեն պետության տնօրինմանը եւ կառավարմանը։ Վստահ եմ, պարոն Ծառուկյանի թիմը կասի, որ դա քրտնաջան աշխատանքի արդյունք է եւ բարերարության պատասխան Աստծո կողմից, արդեն թող հատուկ մարմինները դրանով զբաղվեն, բայց աշխատողների իրավունքների մասին կրկնեմ, պիտի չմոռանան, դրանք հազարավոր մարդիկ են։ Եվ այնտեղ տեսանք էլի Սերժ Սարգսյանի հետ կապված ինչ-որ բռնագանձման որոշում, բայց դա կարող է բողոքարկվել, դա վերջնական չի, այնտեղ գույքի 30%-ը, չգիտեմ, բնականի 10%-ը եւ այլն։ Համենայն դեպս Ծառուկյանին այսպես կպահեմ որպես հիմնական թիրախ ցույց տալու համար, որ Հայաստանում գործում է օրենքը։ Իսկ իշխանության դաշտում ինչ է կատարում, ինչի մասին է խոսում այս տեղեկությունները օրենսդիր մարմնի ղեկավարության կազմում, գործադիրի կազմում էլի փոփոխությունները, սովորական ռոտացիոն փոփոխություններ են, թե ինչ-որ Գիտեք, կարող են ասել, որ այո, մարդիկ տարիներով նույն պաշտոնը պետք չի որ վերցնել, Ուկրաինայում էլ տարին մեկ վարչապետ է փոխվում։ Բայց ես տեսակետ ունեմ, որ գուցե սա ինչ-որ ներկուսակցական խմորումների արդյունք են, այն մարդիկ, որոնք աչքի են կնում առավել ինքնուրույնությամբ կամ գուցե ոչ այդքան լոյալությամբ, իմ վստահությամբ ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց պաշտոնները եւ ես ավելի լուրջ փոփոխություններ եմ կանխատեսում,
այսինքն էլի շարունակական, գուցե նաև անվտանգության խորհրդում չեն կարող ասել, բայց իմ վստահությամբ հայաստանյան ընդդիմությունը չի, որ լինելու է այլ ընտրանք Հայաստանի գործող իշխանություններին։ Այս ընդդիմությունը, սա սպառված։ Հայաստանյան ընդդիմությունը չի, այսինքն գործող դուք դիտխոսային հիմա ընդդիմություն։ Գործող ընդդիմությունը, ոչ էլ այն արևմտամետ հատվածը, մենք ընտրությունների արդյունքները տեսանք, որ այդպես էլ չի կարողանում կոնսոլիդացվել։ Ենթադրում եք կամ գիտեք, որ նոր ուժ է ծնվում։ Չէ, ես չգիտեմ, ես ենթադրում եմ, որ ցանկացած երկրում, որը ժողովրդավար է, իսկ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եթե չկա ընդդիմություն, ընդդիմությունը ձևավորվում է, դա կձևավորվի իշխանության ներսում, թե մեկ այլտեղ ժամանակը ցույց կտա։ Եվ մեր զրույցի վերջում բլից հարցեր, արագ մեկ բառով պատասխաններ։ Թրիպի իրականացումն այլևս անկասելի է։ Ոչ։ Որ խաղացողն է ամենաշատը շահում թրիպից։ Հայաստանը։ Իրանը երբևէ կհաշտվի մեր սահմանին ամերիկյան ներկայության հետ։ Այս ռեժիմի օրոք ոչ։ Ռուսաստանը կդիմի գազային շանտաժի թրիպի պատճառով։ Թրիպի պատճառով ոչ։ 3+3 ձևաչափին Վրաստանը երբևէ կմիանա։ Մոտ ապագայում ոչ։ Խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։ Ոչ։ Իրան ԱՄՆ հակամարտության համատեքստում Հայաստանը կկարողանա պահպանել չեզոքությունը։ Դա պարտադիր պայման է։ Ուկրաինայում հրադադար կլինի մինչև տարեվերջ։ Հավանական է ու շաշնանը, կամ ներողություն գարնանը։ Գագիկ Ծառուկյանը առաջիկա ամիսներին ազատ կարձակվի։ Կարծակվի, գուցե հետո նորից կձերբակալի։ Աշնանը ներքաղաքական ցնցումներ սպասվում են։ Գուցե տնտեսական որոշ անկայունություններ։ Կառավարության կազմում առաջիկայում կտեսնենք արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։ Ոչ։ Եվ մեկ միտք, որ կուզեիք հեռուստադիտողը հիշեր մեր այսօրվա զրույցից։ Անկայուն աշխարհում ամենակարևորը սեփական դիմակայունությունը բարձրացնելն է եւ չդառնալն է գործիք վրա միջազգային խաղացողների ձեռքում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօրվա մեր զրույցը եւս մեկ անգամ փաստեց, ապացուցեց, ցույց տվեց, որ Հայաստանը, ընդհանրապես Հարավային Կովկասը գտնվում են համաշխարհային տեկտոնական գլոբալ փոփոխությունների կիզակետում եւ այս պարագայում մեր երկրում մի կողմից ներքաղաքական այս հետընտրական վերատասավորումները կամ ցնցումները, մյուս կողմից թրիպի շուրջ արագընթաց զարգացումները, արտաքին սպառնալիքները գալիս են ապացուցելու, որ Հայաստանի համար կենսական է ներքին կայունությունը եւ արտաքին սառը հաշվարկները, իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ թե յուրաքանչյուր ուղղությամբ, յուրաքանչյուր հարցում էմոցիոնալ որոշումներ, այլ սառը ռազմավարական հաշվարկներ հիմքում ունենալով Հայաստանի ազգային պետական շահը։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի քաղաքագետ Լիլիթ Տալակյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։